Պատիվ ունեմ խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Պատիվ ունեմ խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել, որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին, ասվում է հայտարարության մեջ։ Անդրադառնալով Համբարձումյանի թեկնածությանը ԱԺ պատգամավոր ՄԱՍԿ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշել է. Թեկնածուի առումով ես այնքան էլ բացասական վերաբերմունք չունեմ, որովհետև որպես մարդանձնավորություն ես այդքան էլ չեմ շփվել ու չգիտեմ եւ այլն, բայց թեկնածության առումով բնական է, որ բացասական եմ վերաբերվում, որովհետև ես կարծում եմ, որ դա բոլորովին էլ դուրս չէ։ Մենք արդեն մեր առաջադրած տեխնատուն ունենք եւ մենք հայտարարել ենք, որ մենք չենք միանա որևէ այլ ձեռնարկի։ Մամուլում որպես վարչապետի թեկնածու շրջանառվում էր հանրապետական Արմեն Աշոտյանի անունը։ Մեր զրուցակցից փորձեցինք ճշտել, ինչու ընտրությունը կանգ առավ Համբարձումյանի վրա։ Ես չգիտեմ, ես հանրապետական կուսակցության հետ շփումներ չունեմ, բայց հանրապետական կուսակցությունը եւ Հայաստան Դաշինքը հստակ եւ ամբողջ հասարակությունը, հանրությունը գիտի, որ ՄԱՍԿ-ը, այսինքն պարոն Աղազարյանը եւ պարոն Ասլյանը ոչ մի դեպքում իրենց որևէ ձեռնարկած գործընթացի չեն մասնակցելու, չեն ստորագրելու, որովհետեւ մենք չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող որևէ ուժի հետ, ինչպես նաեւ ԿՊ-ի հետ։ Ահա։ Իսկ ձեր թեկնածուի հասցեին էլ կային մեղադրանքներ, որ ինքը համագործակցել է եւ պաշտոն է ստացել հենց այս իշխանության օրոք։ Շատ կներեք, Հայաստանում այդքան շատ մարդ կա, որ մինչև հիմա որևէ պաշտոն ստացած չլինի եւ որևէ իշխանության հետ աշխատած չլինի։ Ինչ կապ ունի դա։ Եվ հետո պարոն Մարուկյանի մեր առաջադրած տեխնատությունը այստեղ անձի հարց չէր։ Այստեղ սահմանադրական կարգի հաստատման հարց էր։ Սահմանադրորեն երբ որ նրանք մենք նորից մի քանի անգամ մենք արդեն այնքան ենք կրկնել, որ արդեն դրանից գժվել ենք մենք։ Մենք հայտարարել, մենք մեր համար հանգիստ նստած էինք։ Ճիշտ է։ Հանկարծ նրանք հայտարարում են, որ եթե սկսվի այդպիսի բան, մենք կմիանանք։ Մենք սկսում ենք այդ process-ը սահմանադրական կարգով վարչապետին հեռացնելու վերաբերյալ հարցը impeachment-ով հացնելու լիագումար նիստեր։ Իրենք հրաժարվում են իրենց տղամարդկային տված խոսքից։ Այս ինչի է նոր բաներ մոգոնում։ Իսկ ներընդդիմադիր մրցակցությունը թույլ կտա, որ Հայաստան Դաշինքն քվեարկի Դավիթ Համբարձումյանի օգտին։ Ես չգիտեմ, թե դրանք ինչ խաղեր են անում, բայց մինչև հիմա դրանք ներսում իրար, այսպես ասած, այնքան էլ հանդուրժող չեն եղել, ինչքան որ ես եմ նկատել մինչև հիմա քվեարկությունների ժամանակ, խոսությունների ժամանակ նրանք իրար հետ լուրջ խնդիրներ ունեն։ Այդ դեպքում այս թեկնածուի առաջադրման պարագայում հույսը ո՞րն է։ Հույսը ոչ մի բանն է։ Բացարձակապես ես չեմ կարծում, մանավանդ երբ որ իրենք գիտեն, որ Աղազարյան Ասլանյան զույգը չի մասնակցելու իրենց բռնած գործեր։ Հայաստան Դաշինքն ասելու է դուք չունեք այդքան ձայն, որ ես 28-ը տամ։ Զարմանում եմ այս մարդկանց ժողովրդին նոր ձևով մոլորեցնելու մոլուցքի վրա։ Ինքը Դավիթ Համբարձումյանը Facebook-ում գրել է.
Պայքարի մեջ ես վեր կուսակցական մոտեցման կողմնակից եմ, ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում եւ պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին։ Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, նպատակս միայն մեկն է՝ ազատվել այս չարիքից։